Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է երաժիշտներին, հանդիսատեսին ու ժամանակակից ստեղծագործական միտքը։ Սեպտեմբերի վերջին օրերին Դիլիջանի վեհաշուկ բնության գրկում մեղմորեն հնչում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ասելիքը։ Հայ ժամանակակից երաժշտության փառատոնն այս տարի բացում է իր դիլիջանյան օրերը, դարձյալ ապացուցելով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում։ Այս փառատոնը յուրահատուկ է եւ մենք անցկացնում ենք սա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տանը։ Այսօր ժամանակակից հայ երաժշտությունը այնքան էլ չի ներկայացվում, բայց դա մերն է։ Մենք կարող ենք օտարա մոլ լինենք, ինչ-որ աստղեր եւ այլն, բայց մենք պետք է ստեղծենք մերը։ Ինչ-որ մի սերունդ գնաց, որը սովետական միության ներկայացուցիչներն էին, տենց ասենք։ Հիմա մենք անկախ պետություն ենք եւ մենք պետք է կարողանանք ներկայացնել մերը։ 2014 թվականի աշնանը հիմնադրված այս փառատոնը պահպանում է իր արդիականությունն ու առաքելությունը։ Այն տարիների ընթացքում դարձել է հենասյուն հայկական նոր երաժշտական մտքի համար։ Փառատոնի ներկայացվող ծրագրերում մասնակցում են Հայաստանի լավագույն կատարողները, նվագախմբերն ու մենակատարները։ Ստեղծագործությունները, որոնք որ գրվում են, կարևոր է որ հնչեցվի։ Երաժշտությունը պրոցեսուալ արվեստ է, եթե ստեղծագործությունը գրված չի հնչում, կարող ենք ասել, որ չի գրվել այդ ստեղծագործությունը, պետք է մեկ անգամ գոնե հնչի, համար կոմպոզիտորների միության այս նախաձեռնությունը, հատկապես Արամ Սաթյանի այս նախաձեռնությունները չափազանց կարևոր են եւ մեր ունկնդիրը հավատացեք մեծ հետաքրքրությամբ։ Ես այստեղ տեսա մարդիկ, որ Երևանից եկել են, որ Երևանում իմ համերներն են լինում, երաժիշտներ չեն, կան ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ուրախությամբ պիտի նշեմ, որ այսօր եկել են մեր հեղինակների ստեղծագործությունները լսելու այստեղ։ Սա ավետյաց երկիր պետք է ասել Հայաստանը, դրախտավայր երկիր է։ Ես երազում եմ, երբ կգա Մեծն Կոմիտասի, միջայլոց այսօր Մեծն Կոմիտասի ծննդյան օրն է, Մեծն Կոմիտասի հիանալի խմբերքի միտքը թող գա Հայաստան երկիր դրախտավայր, կգա։ Միջոցառման ընթացքում հանդիպում են փորձառու հեղինակներն ու նորանունները, տարբեր սերունդների կատարողներ ու ունկնդիրներ։ Արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որտեղ ծավալվում են շարունակական զրույցներ ու տեղի են ունենում գեղագիտական բացահայտումներ։